ԱՄՆ-ի նոր նախագահի համար պաշտոնավարման առաջին 100 օրերին հաջողությունը գնահատվելու է առաջին մի քանի ստորագրություններով։ Ինչպես American Enterprise հաստատության վերլուծաբան Նորմ Օրնստայնն է ասում, Դոնալդ Թրամփը նախ պիտի փորձի իրականացնել իր խոստացած հարկային մեծ կրճատումները։ Բայց մյուս կողմից պիտի մեծացնի պաշտպանության բյուջեն եւ պիտի առաջին 100 օրերի ընթացքում կարողանա հաղթանակ հայտարարել իր խոստումների իրականացման ճանապարհին։ Ամերիկացի հատկապես այն ընտրողները, որոնց քվեարկության արդյունքում հաղթանակ տարավ Թրամփը, հաջողությունը գնահատելու են առաջին հերթին ներգաղթի առաջն առնելու, տնտեսությանը զարկ տալու եւ պետական ծրագրերը կրճատելու ճանապարհին կոնգրեսի կողմից իրականացվող քայլերով։ Կոնգրեսի կողմից առաջին քայլը կարող է իրականացվել նույնիսկ մինչև Թրամփի նախագահական երթումը, այն կարող է չեղյալ հայտարարել Օբամայի առողջապահական ծրագիրը։ Սակայն Սենատում տեղերի միայն չնչին առավելությամբ հանրապետականները զգուշավորություն կցուցաբերեն Օբամա-քերի ամենակարևոր հատվածները չեղյալ հայտարարելու հարցում, որպեսզի այլ նախագծերի ժամանակ դեռևս ունենան քաղաքական կապիտալ։ Սենատում մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելի խոսքերով. Սենատում բավարար թվով դեմոկրատներ կլինեն, որոնք կկարողանան փչացնել այդ գործընթացը։ Դեմոկրատները պիտի պայքարեն նաև պետական հատկացումներն ու նպաստները կրճատելու հարցում Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանի ծրագրերի դեմ։ Ինչպես Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին է ասում, Կոնգրեսում դեմոկրատները եւ ամբողջ երկրում միլիոնավոր ամերիկացիներ հստակ պիտի գոչեն ձեռքներդ հեռու Մեդիքերից։ Եթե Ներկայացուցիչների պալատը գնա այդ քայլին, այն ինչ-որ կերպ կխախտի ֆինանսական օժանդակության ծրագրերը պահպանելու Թրամփի խոստումը։ Ինչ վերաբերում է առևտրային հարցերին, ապա Թրամփը կարող է կանգնել նույնիսկ իր կուսակցության կողմից ուժեղ ընդդիմության առջև։ Նորմ Օրնստայնի խոսքերով Կոնգրեսում մեծաթիվ հանրապետականներ կան, որոնք դեմ են Թրամփի տված մի շարք խոստումներին։ Այդ պատճառով ամենագլխավոր հարցն այսօր այն է, թե որքան միասնական կարող են հանրապետականները լինել Թրամփի նախագահության առաջին 100 օրերի ընթացքում։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։